Ցանկում հասկացա ասպիսի մի բան, այնտեղ ասում էր, որ այն երեխան, որը ծնվում է այնպիսի ընտանիքում, որը բարեկեցիկ ընտանիքում է ծնվել, որը ունի ծնողներ, որ իրեն սիրում են, այդ երեխային նույնիսկ սիրում են դպրոցում, նրան լավագույն ուսուցիչն է դասավանդում, որին նաև եթե խմբակներ է հաճախում լավագույն ուսուցիչները, այո, ասում է այդ հոգին նա մեծ ավանդ է ունեցել դրված նախորդ կյանքերում եւ այս կյանքում իր համար պարգևատրում է։ Եվ այդպեսի մի քանի հոգու ես ճանաչում եմ, հստակ այդպես է։ Ես ամեն անգամ լսում եմ, ամեն անգամ խորանում եմ այդ գիտելիքների մեջ, վերջերս քանի տարի, ես 15 տարի աստղաբանությամբ զբաղվում եմ, բայց վերջին մի քանի տարիներին ես խորացել եմ այդ իմ մտահոգությունները, մտորումները նախորդ կյանքի հետ կապված, արդյոք այն գոյություն ունի թե չէ, ես կարծում եմ, որ նախորդ կյանքերը գոյություն ունեն եւ մեր աստղաբանական քարտեզը հենց այդ նախորդ կյանքերի հավաքած փորձի արդյունքն է։ Աստղաբանական քարտեզը պետք է ուղղակի քարտեզի վերծանման համար պետք է դիմեն արհեստավար մասնագետի, որը պետք է ձեզ հստակ միտումներ տա։ Եվ այնպիսի մասնագետ, որը կյանքի տարբեր process-ների մեջ բավականին ներկայացած է, եւ կյանքի փորձեր ունի, եւ կորստի տեսարաններ ունի, եւ հաջողություններ, եւ ընտանիք, եւ երեխաներ, եւ անկումներ։ Այո, այսպիսի մասնագետի պետք է դիմեք, սիրելի հետևորդներ, որը իր մաշկի վրա, իր մեջ Այս դեպքում կարող եք դիմել Գայանե Սարգսյանին։ Նա իր ամբողջ կենսագրությունով ապացուցում է, որ կան եւ վերելքներ եւ անկումներ, բայց այդ ամենով հանդերձ դուք մնացել եք ուժեղ եւ կայացել եք, կանում եք ամեն օր։ Ես հասկանում եմ, որ ես եկել եմ հատուկ ծրագրով, իմ թվերում 3 հատ 7 է, իմ վերջին թիվը 7 է, ես դա նշանակում է, որ 3-7-ը դա վերևից ուղարկված բարձր հոգևոր զարգացում ունեցող անձն է, եւ ես իմ վրա աշխատում եմ, որպեսզի կարողանամ իմ այս վերածննդի ժամանակահատվածում կատարել հանրօգուտ աշխատանք եւ ասում եմ պատահական չի, որ հենց դու այդ երկրում ես սնվում, այդ տարածաշրջանում, ուրեմն ես գործ ունեմ անելու աշխարհի ամենահին եւ ամենատաղանդավոր ազգի, հայ ազգի հետ։ Կարծում եմ մեր հետևորդների մոտ հատկապես այ հոգիների հավատացող, վերածննդին հավատացող հետևորդներ կարծում եմ շատ կունենենք եւ նրանց մոտ կարծում եմ նաեւ կառաջանա հետեւյալ հարցը, մենք հիշում ենք, երբ դեռ ես փոքր էի, շատ էր տարածված հոգիներ կանչելու այդ, այսպես ասած, մեխանիզմը եւ սա ինչքանով է առհասարակ գիտությանը մոտ, թե սա ընդհանրապես ինչ որ արարողակարգ է, որը որ գալիս